Բարի գալուստ մայրիկների ակումբ։ Ինչ է հարկավոր, որպեսզի մայրիկների ակումբի խաղն առավել հետաքրքիր ընթացք ունենա։ Հարկավոր է, որ մայրիկները լինեն տեղեկացված։ Ոչ միայն տեղեկացված, այլև փորձառու ու խելացի են մեր այսօրվա խաղի մասնակից 3 մայրիկներն էլ։ Եկեք ծանոթանանք նրանց հետ։ Սյուզաննա Չախոյան, 32 տարեկան։ Սյուզաննայի 4 տարեկան որդին Ֆեդերիկը արդեն կարողանում է կարդալ ռուսերեն, նույնիսկ փորձում է գրել։ Մեծ հետաքրքրություն է ցուցաբերում գրքերի նկատմամբ։ Ֆեդերիկը նախընտրում է կոնստրուկտորային խաղալիքները, որոնք թույլ են տալիս գործի դնել միտքն ու երևակայությունը։ Այնուամենայնիվ մասնագիտությամբ լրագրող մայրիկը կարծում է, որ որդին պետք է նախարար կամ դիվանագետ դառնա։ Սոֆիկ Խանոյան, 26 տարեկան։ Սոֆիկի 2.5 տարեկան որդին Լևոնը շատ է սիրում ավտոմեքենաներ։ Տղան մոտավորապես 20 մեքենայի մակնիշ գիտի։ Փողոցում գրեթե բոլոր մեքենաները կարողանում է նշել իրենց անուններով։ Ավելին, նա արդեն որոշել է, թե ինչ մակնիշի ու մոդելի մեքենա է ունենալու ապագայում։ Բացի ավտոմեքենաներից, տղան սիրում է նկարել, գրել ու բազմաթիվ այլ հետաքրքրություններ ունի։ Լիլիթ Աղաջանյան, 39 տարեկան։ Լիլիթը 2 տարեկան Աննա Մարիայի և 6 ամսական Ալեքսանդրի մայրիկն է։ Լիլիթի դրական լիցքերը լավատեսությունն օգնում են չնկատել 2 փոքրիկների խնամքի դժվարությունները։ Լիլիթը փաստում է, օրերը շատ ուրախ են անցնում երեխաների շրջապատում և ամեն անգամ մեծ դժվարությամբ է նույնիսկ մի քանի ժամով բաժանվում նրանցից։ Լիլիթն անգամ հոգնածություն չի զգում և ամեն վայրկյան վայելում է իր կարգավիճակը։ Ողջույն մայրիկներ։ Բարև։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, եկեք անցնենք մեր այսօրվա խաղին և նախապես ծանոթանանք խաղի առաջին փուլի կանոններին։ Առաջին փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը կպատասխանի 5 հարցի։ Ճիշտ պատասխանը մայրիկին կբերի 1 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր այսօրվա խաղը և սկսում ենք առաջին փուլից ու առաջին մասնակցի հետ ենք խաղը սկսում Սյուզի ձեզ հետ։ Պատրաստ եք։ 5 հարց, որոնցից մեկը այսօր հնչեցներ են ոչ թե ես, այլ տեսագրության օգնությամբ ձեզանից յուրաքանչյուրի համար մեկական հարց է պատրաստել հեռուստահաղորդավար լրագրող Այլիտա Չիլինգարյանը, մենք կլսենք նաև նրա հարցերը։ Սկսենք առաջին հարցից Սյուզի։ Արդյոք հնարավոր է ստամոքսի ծավալը փոքրացնել հատուկ օղակի միջոցով Սյուզի։ Լսել եք նման բան, թե չկա։ Եթե չեմ սխալվում, նախկինում շատ առաջ ինչ-որ տենց նմանատիպ մի բան լսել եմ։ Բայց ըստ իս հնարավոր է թե ոչ հարցը, թե։ Այո, կա նման միջամտություն։ Ինձ թվում է հնարավոր է։ Ճիշտ է պատասխանը, հիմա էլ են օգտագործում ու ասում են բավական արդյունավետ։ Արդյոք հնարավոր է նախկինում տարած սիֆիլիսը անպտղության պատճառ դառնալ Սյուզի։ Հնարավոր է։ Ճիշտ է պատասխանը։ Եթե լավ չի բուժվել։ Այո։ Արդյոք ճիշտ շնչառությունը լավացնում է մաշկի ու մազերի որակը Սյուզի։ Հնարավոր է։ Ճիշտ է։ Կարելի է 7 ամսական փոքրիկին բրոկոլիով խյուս առաջարկել։ Իհարկե։ Այո, ոչ միայն կարելի, այլև ցանկալի։ Եվ Սյուզի, վերջին հարցը կհնչեցնի Այլիտան, եկեք լսենք նրան։ Հաճախ եմ լսել, ուզում եմ իմանալ, արդյոք ճիշտ է, որ կրծքով սնուցումը նվազեցնում է հետագայում քրոնիկ հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Լսեցինք Այլիտայի հարցը։ Իհարկե։ Ճիշտ է Սյուզի ձեր պատասխանը։ Բրավո, 5 հարց, 5 ճիշտ պատասխան և մենք խաղը շարունակում ենք Սոֆիկ ձեզ հետ։ Լավ է տրամադրությունը։ Այո, բարձր։ Շատ լավ։ Ես հնչեցնեմ առաջին հարցը։ Սոֆիկ, արդյոք տղամարդու մոտ ձմռանն ավելի շատ սերմնաբջիջներ են արտադրվում և պահպանում, քան ամռանը։ Այո։ Ճիշտ է Սոֆիկ, հաջորդ հարցը։ Ինչու խորհուրդ չի տրվում տանը, ուր փոքրիկ կա, ունենալ շատ փափուկ խաղալիքներ։ Կնշեք մեկ պատճառ։ Այո, որովհետև փափուկ խաղալիքները իրենց մեջ փոշի են կլանում մեծ քանակությամբ եւ երեխան շփվելով փափուկ խաղալիքի հետ ալերգիայի արդյունք կարող է հանդիսանալ այդ փափուկ խաղալիքը։ Ճիշտ է պատասխանը։ Արդյոք բերանով շնչելն ավելի ճիշտ է։ Ոչ։ Կարող է առաջացնել ծնոտային խախտումներ ծնոտային։ Ճիշտ է պատասխանը, սխալ է, բազմաթիվ խնդիրներ կարող է առաջացնել։ Մյուս հարցը։ Որն է համարվում քնելու համար լավագույն դիրքը Սոֆիկ։ Կարծում եմ անհատական է երեխայի հետ կապված, բայց աջ կողմի վրա։ Սխալ է պատասխանը Սոֆիկ։ Իհարկե շատ անհատական է, բայց մասնագետները, հատկապես օրթոպեդները փաստում են, որ լավագույն դիրքը համարում են մեջքի վրա պառկած դիրքը։ Սոֆիկ, վերջին հարցը կհնչեցնի հեռուստահաղորդավար Այլիտա Չիլինգարյանը, եկեք լսենք, թե ինչպիսի հարց է նա ձեզ համար նախապատրաստել։ Հենց նոր ծնված երեխայի արյան խումբը որոշելու համար բժիշկները երեխայի որ հատվածից են արյուն վերցնում։ Սոֆիկ, Պորտալարից։ Շատ ճիշտ է պատասխանը, հետաքրքիր հարց եւ միանգամից ճիշտ պատասխան, շնորհակալություն հարցին պատասխանելու համար։ Խաղը շարունակում ենք Լիլիթի հետ։
Լիլիթ, լավ է տրամադրությունը։ Շատ լավ է տրամադրությունը եւ առաջին հարցը հնչում է այսպես. Արդյոք հնարավոր է տղամարդու բնածին անպտղություն։ Երևի թե ոչ։ Սխալ է պատասխանը, իրականում հնարավոր է, Լիլիթ։ Մյուս հարցը. ճիշտ է շնչել կրծքավանդակով, թե որովայնով։ Կրծքավանդակով։ Սխալ է պատասխանը, Լիլիթ։ Այ մասնագետները ասում են, չէ, փորով շնչեք, որովայնով։ Փորով ոչ շնչում, փորը մեծանում է։ Դրա համար օտերնի երկիչներում փորը մեծ է։ Մյուս հարցը. արդյոք նստակյաց կյանքը տագնապներից ազատում է մարդուն։ Ոչ։ Ճիշտ է պատասխանը, հակառակը դարձնում է ավելի տագնապային։ Մյուս հարցը. Լիլիթ, արդյոք որովայնի վրա քնելու դիրքը նվազեցնում է խռմփոցը։ Երևի թե այո։ Ճիշտ է պատասխանը, ի տարբերություն մեջքի վրա պարկած դիրքի, եթե կա խռմփոց, ցանկալի է երգքնել փորի վրա։ Եվ վերջին հարցը Լիլիթ ձեզ համար հնչեցնում է Այլիտան, եկեք լսենք նրան։ Արդյոք հնարավոր է ծուրթաթությունը վերացնել մերսումների օգնությամբ։ Եթե դա բնածին չէ եւ փոքր հասակում են դա նկատում, փոքր հասակում կարծում եմ, որ այո, հնարավոր է։ Ճիշտ է պատասխանը, որքան շուտ է խնդիրը բացահայտվում, վաղ փուլում միանշանակ մերսումներն օգնում են։ Շնորհակալություն Լիլիթ, մեր մայրիկները շատ տեղեկացված են, հիասքանչ է, եւ եկեք բարձենք միավորները։ Սկսենք Սյուզի ձեզանից։ Առաջին փուլում Սյուզի դուք վաստակել եք 5 միավոր, Սոֆիկը վաստակել է 4 միավոր եւ Լիլիթը վաստակել է 3 միավոր։ Շնորհակալություն մայրիկներ, եկեք տեղափոխվենք երկրորդ փուլ եւ ծանոթանանք երկրորդ փուլի կանոններին։ Երկրորդ փուլում մայրիկները կդիտեն տեսանյութ, որից հետո կհնչի 7 հարց։ Դրանց պատասխանները թաքնված են տեսանյութում։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան մասնակցին կբերի 1 միավոր։ Սկսված է մայրիկների ակումբում երկրորդ փուլի ընթացքում սիրելի մասնակիցներ կանոններն այլ են։ Միասին նախ դիտելու ենք տեսանյութ ու այսօր խոսելու ենք հազի մասին։ Ինչպես կարելի է եւ արդյոք պետք է պայքարել հազի դեմ։ Տեսանյութը դիտելուց հետո ես կհնչեցնեմ 7 հարց։ Հարցերին կպատասխանեն այն մասնակիցներն, ովքեր ամենաարագը կսեղմեն կոճակը։ Այնպես որ պետք է մի քիչ էլ ճարպիկ լինեք այս փուլի ընթացքում։ Եկեք նախ դիտենք տեսանյութը եւ անցնենք հարցերին։ Սև պղպեղով եւ մեղրով թեյ, շաղգամի հյութ, մեղր ու կիտրոն, կարակ, ձվի դեղնուց ու ցորենի ալյուր, սոխ, սխտոր ու կաթ։ Շատ մայրիկներ հավանաբար դիմել են հազի դեմ պայքարի տնական եւ ավանդական համարվող այս մեթոդների օգնությանը։ Շատերն էլ առաջին իսկ հազի դեպքում շտապել են երեխային դեղորայք, անգամ հակաբիոտիկ տալ։ Իրականում հազի դեմ պայքարել պետք չէ։ Այն հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պաշտպանական արձագանքը շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական գործընթացներին։ Հազը հիմնականում նպաստում է շնչառական ուղիների մաքրմանը։ Ցանկացած առողջ օրգանիզմը օրգանիզմի շնչուղին, այդպես ասեմ, հա, պաշտպանվում է դրսից մտած մասնիկներից, դա կլինի փոշի, դա կլինի ծուխ, դա կլինի թունավոր նյութեր, հա, պաշտպանվում է լորձաթաղանթով։ Լորձաթաղանթը, որը պատում է շնչուղիները, վերցնում է իր վրա պաշտպանական ռեակցիան եւ այդ բոլոր մասնիկները նստում են այդ լորձաթաղանթի վրա եւ հաջորդ մեխանիզմը ուրեմն գոյություն են մազիկներ այդ լորձաթաղանթի վրա, որոնք մշտական աշխատում են եւ աշխատում են դեպի վերև։ То есть ներքևից որտեղ որ նստած են այդ մասնիկները, իրանք այդ մազիկները բերում են, բարձրացնում են վերև եւ հետո հազի միջոցով օրգանիզմը դուրս է բերում այդ մասնիկները, ազատվելով այդ թունավոր ծխից, թունավոր նյութերի։ Ապացուցված է, որ հազալու դեպքում մարդու օրգանիզմից դուրս է գալիս 3000 մանրե։ Ուստի չպետք է խուճապի մատնվել, երբ երեխան հազում է։ Լիովին առողջ փոքրիկը օրվա ընթացքում կարող է հազալ 30 անգամ, եւ սա բոլորովին չի նշանակում, որ ինչ-որ բան այն չէ։ Իրականում պետք է բուժել ոչ թե հազը, այլ հազի առաջացման պատճառը։ Իսկ թե ինչից է փոքրիկը հազում, պետք է պարզել միայն բժշկի հետ խորհրդակցելով։ Հաճախ հազի պատճառն է հանդիսանում քթով վատ շնչառությունը եւ քթից արտադրությունը։ Շատ ժամանակ մենք քթից արտադրությունը տեսնում ենք, որ դրսից է գալիս, հա, դեպի դուրս է գալիս, բայց շատ հաճախ էլ նաև լինում է, երբ որ այդ արտադրությունը, քթային արտադրությունը, քթահոսությունը գնում է դեպի հետ։ Մենք ունենում ենք հաճախակի հազ, ու այդ հազը ավելի հաճախ լինում է գիշերը, ինքը շատ չոր կարող է լինի, շատ տանջող կարող է լինի, եւ դրա բուժումը միայն մեկն է, երբ որ շնչուղիները, վերին շնչուղիները, գիտիկը, գիտմպանը մաքրվում է, то есть մաքուր է պահվում, այդ հազը վերանում է։
Հազի առաջացման հիմնական պատճառը սուր շնչառական վարակն է։ Դրա հետևանքով երեխան 4 շաբաթ շարունակ կարող է անընդմեջ հազալ։ Նման դեպքում եւս հազը բուժել պետք չէ։ Անհրաժեշտ է միայն մաքուր օդ, շատ հեղուկներ եւ այն աստիճանաբար կնվազի եւ կանցնի։ Պետք է անհանգստանալ, եթե երեխայի հազը չափազանց տանջող է եւ երկարատև։ Հավանականություն կա նույնիսկ, որ փոքրիկն ունի օրինակ կապույտ հազ։ Կան հազեր, որոնք որ կարող են կապված լինել, ասենք, ինֆեկցիաների հետ, ուրիշ ինֆեկցիա, ոչ սուր վարակիչ, այլ օրինակ լինի կապույտ հազ, որը որ այս վերջի շրջանում, վերջի մի քանի տարվա ընթացքում ոնց որ նորից գլուխ է բարձրացնում եւ նույնիսկ մեծ երեխաների մոտ 5 տարեկանից բարձր երեխաների մոտ երկարատև հազի ժամանակ, 4 հազի ժամանակ պետք է նաեւ ստուգել կապույտ հազը։ Միգուցե իրանք ունեն կապույտ հազ, նույնիսկ եթե այդ երեխաները պատվաստված են, բայց 5 տարեկանից հետո պատվաստման էֆեկտը նվազում է եւ այդ երեխաները նորից կարող են հիվանդանալ կապույտ հազով։ Հազը բուժում պահանջում է միայն այն դեպքում, երբ դրա պատճառով ընկնում է երեխայի կյանքի որակը։ Եթե նկատում եք, որ ձեր փոքրիկը թույլ է, անքնություն կամ ընդհակառակը քնկոտություն ունի, շրջապատի հանդեպ անտարբեր է, ժամանակ կորցնել պետք չէ։ Անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ եւ ստանալ համապատասխան դեղամիջոցներ։ Պետք է ուղղակի մեկ կարճ օրով, բայց դա պետք է լինի բժշկի որոշումը լինի, հակահազային դեղորայք նշանակվի, բայց դա էլ շատ զգուշորեն պետք է նշանակվի, շատ ծնողների մոտ, որոնք ուզում են ուժեն իրանց երեխայի հազը, հենց երեխան հազումը սկսում են հակահազային խորխաբերներ տալ երեխաներին, մինչև 2 տարեկան երեխաներ խորհուրդ չի տրվում հակահազային պրեպարատներ տալ, երբ որ առաջացնում են խորք, փոքր երեխաներ չեն կարողանում այդ խորխից հեշտ ազատվեն, ինչպես մեծ երեխաներ են կամ մեծահասակներ են ազատվում։ Դրա համար իրանց խորխի ավելցուկը իրանց մազիկները չեն հասցնում հանել եւ կուտակվում է եւ ավելի դժվարացնում է իրանց շնչառությունը։ Մասնագետները հորդորում են զերծ մնալ նաև տնական ավանդական բուժման մեթոդներից։ Փորձը ցույց է տվել, որ դրանք հաճախ դառնում են ալերգիայի առաջացման պատճառ։ Արդյունքում հազի ընթացքը կարող է ավելի բարդանալ։ Հազի դեպքում երեխային պետք է առաջարկել առատ հեղուկներ, ջուր, առանց շաքարավազի կոմպոտներ ու մանկական թեյեր։ Դիտեցինք տեսանյութը, շնորհակալություն մասնագետին թեման ամբողջական ու շատ պարզ մեզ ներկայացնելու համար, իսկապես սա երևույթ է, որը շատ ծնողների անհանգստացնում է, բայց երբ տեղեկացված ես ու գիտես մանրամասները, կարծում եմ անհանգստանալու կարիք չես ունենում։ Դե ինչ, հիմա ես հնչեցնում եմ հարցեր ու լսում ձեր պատասխանները։ Նախ եկեք հասկանանք, թե ինչ է հազը, մայրիկներ։ Սոֆիկ։ Հազը դա շնչառական ուղիների պաշտպանական ռեակցիան է, արտաքին միջավայրից երեխայի դեպի շնչառական ուղիներ ներթափանցած մանրէների նկատմամբ։ Հիվանդություն չէ հազը։ Ճիշտ է պատասխանը միանշանակ, անցնում ենք մյուս հարցին։ Ինչին է նպաստում հազը։ Լիլիթ։ Նպաստում է, որպեսզի այդ միկրոբները, ինչը առաջացել է ծխից կամ ինչ-որ հետևանքից, դա հազը դուրս է բերում օրգանիզմից։ Հազի միջոցով է դուրս գալիս։ Ճիշտ է պատասխանը, այնպես որ հազից վախենալ պետք չէ, նույնիսկ հազը օգնում է փոքրիկին։ Մյուս հարցը։ Մինչև քանի անգամ կարող է առողջ երեխան օրվա մեջ հազալ, Սոֆիկ։ Առողջ երեխան օրվա մեջ կարող է մինչև 30 անգամ հազալ։ Սա նոր տեղեկատվություն է, ես առաջին անգամ եմ լսում, բայց փոստային անհանգստանալ պետք չէ, 30 անգամ օրվա մեջ կարող է հազալ փոքրիկը։ Մյուս հարցը։ Որոնք են հազի առաջացման հիմնական պատճառները, մայրիկներ։ Սոֆիկ։ Հազի առաջացման հիմնական պատճառներն են քթով սխալ շնչառությունը։ Կարող է լինել պատճառ։ Նաև արտաքին միջավայրից մանրէների ներթափանցումը երեխայի շնչառական օրգաններ։ Ճիշտ է պատասխանը, նաև քթից արտադրությունը, հա, որ ոչ թե գալիս թափվում է, այլ հետ է գնում, մասնագետը շատ մանրամասն բացատրեց։ Ճիշտ է Սոֆիկ պատասխանը, մյուս հարցը։ Մայրիկներ, որոնք են կապույտ հազի նախանշանները։ Սյուզի։ Եթե 2 շաբաթ եւ ավելի չի անցնում հազը, սկսում է էլի հազալ, շարունակվում է հազը, այդ ժամանակ կարող է դինել պատճառ կապույտ հազը։ Պետք է գնալ բժշկի մոտ, մասնագետի մոտ։ Ճիշտ է, երկարատև հազը միանշանակ նախանշան կարող է լինել կապույտ հազի, պետք է բացառել ու հանգիստ խղճով ապրել։ Մյուս հարցը։ Որ դեպքում պետք է բուժել հազը, մայրիկներ։ Սոֆիկ։ Հազը բուժում են այն դեպքում, երբ երեխային անհանգստություն է պատճառում, այսինքն նկատվում է երեխայի մոտ թուլություն, անքնություն կամ հակառակը, երկարատև քուն։ Այդ դեպքում կարելի է դիմել մասնագետի, այո։ Ճիշտ է, պատասխանը մնաց 2 հարց։ Ինչպես է կատարվում բուժումը սովորաբար հազի դեպքում, Սյուզի։ Սովորաբար ոչինչ բուժումը, եթե կարիք կա, արդեն դիմել ենք բժշկի,
Այդ դեպքում նշանակումներ է արվում, հետևում ենք բժշկի նշանակումներին, բայց եթե շատ չի անհանգստացնում հազը եւ կյանքի որակին չի ազդում, կարող ենք թողնել դեղամիջոցներ անցնի։ Հիմնականում ինչ խմբի դեղամիջոցներ կհիշեք։ Խորխաբեր։ Ճիշտ է պատասխանը, հակահազային պրեպարատներ են նշանակում, բայց սա էլ շատ անհատական է եւ պետք է նշանակվի բացառապես բժշկի կողմից եւ ոչ թե գնալ դեղատնից հակահազային դեղամիջոց առնել ու տալ փոքրիկին։ Վերջին հարցը. ինչու խորհուրդ չի տրվում հազի դեմ պայքարել բուժման ավանդական ու տնական միջոցներով, Լիլիթ։ Չի թույլատրվում ավանդական կամ տնական միջոցներով բուժել հազը, քանի որ դա կարող է ալերգիա առաջացնել երեխայի մոտ։ Ճիշտ է պատասխանը։ Ճիշտ է պատասխանը, հատկապես այդ շրջանում շատ ալերգիկ սննդատեսակներով են մայրիկները փորձում կարակ, կաթ, մեղր, իսկ դրանք ալերգեն են համարվում։ Շնորհակալություն պատասխանի համար։ Մայրիկներ, շնորհակալ եմ։ 7 հարց եւ 7-ն էլ ստացան ճիշտ պատասխաններ։ Եկեք պարզենք միավորները երկրորդ փուլի արդյունքով։ Սյուզի, երկու փուլերի արդյունքում դուք վաստակել եք 7 միավոր, Սոֆիկը վաստակել է 7 միավոր եւ Լիլիթը վաստակել է 5 միավոր։ Շնորհակալություն մայրիկներ երկրորդ փուլի համար։ Եկեք տեղափոխվենք մեր խաղի վերջին, երրորդ փուլ։ Ծանոթանանք երրորդ փուլի կանոններին։ Երրորդ փուլում մայրիկներն առաջադրանք կստանան։ Գործընթացին կհետևի մասնագետը։ Փուլի ավարտին նա կգնահատի մասնակիցների կատարած աշխատանքը։ Այս փուլը յուրաքանչյուրին կարող է բերել նվազագույնը 1, առավելագույնը 5 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր խաղի երրորդ փուլը։ Մայրիկներ, երրորդ փուլի ընթացքում մենք կլսենք հեռուստադիտող մի մայրիկի, ով հարց է ուղղում հենց ձեզ եւ ունի ձեր խորհրդի կարիքը։ Մենք կլսենք ձեզ, որից հետո իհարկե մասնագետը մասնագիտական կարծիքը կհայտնի եւ իհարկե կհամեմատենք ձեր կարծիքները մասնագետի կարծիքի հետ ու կտանք ձեզ համապատասխան միավորներ։ Մինչ մայրիկին օգնելը ու ձեր խորհուրդներ տալը ուզում եմ տաղավար հրավիրել մեր այսօրվա հյուրին, հոգեբան Դոնարա Խանոյանին։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ողջույն Դոնարա։ Շատ հաճելի է, որ մեր տաղավարում եք։ Մի մայրիկ ունի մեր բոլորիս օգնության կարիքը, բայց քանի որ մեր խաղը մրցութային է, նախ մայրիկներին հնարավորություն կտանք օգնելու, իրենց խորհուրդներով մայրիկին օգնելու, որից հետո արդեն դուք կվերլուծեք նրանց տված պատասխանները։ Սիրելի մասնակիցներ, սիրելի Դոնարա, առաջարկում նախ եւ առաջ լսել հեռուստադիտող մայրիկի հարցը։ Բարև ձեզ, ես Մարտիրոսյան Քրիստինեն եմ, ունեմ 2 աղջիկ, սիրելի զբաղմունքս մայր լինելն է, առավել հետաքրքիր զբաղմունք դեռևս չեմ գտել ինձ համար։ Որպես 2 երեխաների մայր կուզեի իմանալ ինչու են երեխաները սկսում ստել։ Դա արվում է, որովհետև ուզում են պարզապես տալ ծնողին այն պատասխան, որ ուզում է ծնողը լսել, թե վախից ելնելով են դա անում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Քրիստինեին հարցի համար։ Մենք ավելի նեղացնենք տարիք առաջարկենք, հա, մայրիկներին, հիմնականում նախադպրոցական տարիքի երեխաները։ Մենք պետք է ձեզ խնդրենք նշել պատճառներ, ինչու է նախադպրոցական տարիքի երեխան հաճախակի ստում եւ ինչպիսին պետք է լինի ծնողի արձագանքը։ Հիմա պետք է խնդրեմ ձեզ մի քանի նշում անել, որից հետո արդեն կլսենք ձեր տարբերակները։ Սյուզի, լսում ենք ձեր տարբերակները, պատճառներ, ինչու են երեխաները ստում նախադպրոցական տարիքի երեխաները։ Անկես ասած, իմ տղան դեռ 4 տարեկան է, նախադպրոցականի շեմը չենք հատել, բայց այս հարցը ինձ եւս հուզել է եւ փորձել եմ փոքրինչ անձամբ հետաքրքրվել այս հարցի շուրջ։ Ու կարդալով ես միտեղ նույնիսկ կարդացի, որ բժիշկները այսպես ասում են, որ սա կարա լինի ոչ թե երեխան անձամբ ուզում է ստել կամ հենց ինքը միտումնավոր ստում է, այլ այդ տարիքում զարգանում է շատ վառ երեխաների երևակայությունը։ Երևակայության արդյունքում երեխան ինքը չզգալով, որ ինքը դա չեղյալ բանն է ասում է այն, ինչ իր երևակայության մեջ կա, բայց իրականությունում դա դիտվում է որպես սուտ, որպես սխալ, որպես խաբեություն։ Բայց իրականում դա երևակայություն է եւ երևակայության արդյունք է։ Բայց երեխաներ կան, որոնք միտումնավոր հասկանալով գիտակցաբար, եթե ինչ-որ դպրոցում 2 են ստացել, ուզում են, որպեսզի դիմացինի աչքին Երևան այսպես լավ ավելի, ինչպես բոլոր ստերի հիմքում ընկած այսպես պատճառը։ Սյուզին նշեց 2 պատճառ։ Առաջինը դա երևակայություն է, ոչ թե սուտ, այսինքն երևակայության արդյունքում են ստում եւ երկրորդը ավելի լավը դիմացինի աչքին երևալու համար են ստում։ Ինչ պետք է անի ծնողը, Սյուզի։ Ամեն դեպքում անհատական մոտեցում, բայց ըստ իս ինձ թվում է
Առաջինը հասկանալ, ըմբռնել, ինչպես շատ դեպքերում են անում, չծեծել, չբարկանալ երեխայի վրա, երեխային ով հաճախակի ստում է։ Երեխայի ամեն անգամ իր սխալի պատճառն է պետք գտնել ու լուծել այդ խնդիրը, ոչ թե ամեն իր սխալի համար իրեն պատժել։ Գտնել խնդիրը եւ փորձել դա լուծել։ Ինչի համար է խաբում երեխան։ Դա իրեն ինչ կտա։ Հասկանանք դա ու մենք ինքներս տանք դա, որ ինքը չստի հաջորդ անգամ։ Լավ, հետաքրքիր է ձեր մոտեցումը, Սոֆիկ։ Ինչու են ստում նախադպրոցական տարիքի երեխաներ, հաճախակի ստի մասին է, երեխան վարքագծում դա արդեն ակնհայտ է։ Ճիշտն ասած առանձնացրել եմ ես 3 մոտեցում։ Ինձ համար առաջնահերթ կարևոր է ծնողի օրինակը երեխայի համար։ Լավ, եթե ընտանիքում կա սուտ, այո, եւ երեխան ինքը տեսնում է եւ գիտակցաբար, որ ծնողները ստում են որևէ իրավիճակում, երեխան ավտոմատիկ ընկալում է ծնողների օրինակը, փորձը։ Մեկ պատճառ վախերը, որ սովորաբար երեխան վախենում է, որ եթե ճշմարտությունն ասի, կարող է պատժի արժանանալ եւ գիտակցաբար նաեւ ստում է։ Եվ երրորդ տարբերակը, որպեսզի կարողանա դրական երևալ հենց ծնողի աչքում, այո, առաջին նշած տարբերակներ նաեւ։ 3 տարբերակ եւ ինչպիսին պետք է լինի արձագանքը։ Բնականաբար ես եւս համաձայն եմ առաջին մայրիկի հետ, պետք է անհատական մոտեցում ցուցաբերել, պետք է համբերատար լինել եւ հանդուրժող լինել ու որոշակի, կարծում եմ, նուրբ մոտեցում ցուցաբերելու արդյունքում, անհատական նուրբ մոտեցում ցուցաբերելու արդյունքում հասնել դրական արդյունքի։ Շատ լավ։ Եվ լսում ենք ձեզ Լիլիթ։ Պատճառներ, ինչ կնշեք։ Ձեր կարծիքով ինչու են ստում։ Շատ դեպքերում ես կարծում եմ նաև ուշադրության պակասից է, որ իրանք ուզում են ինչ-որ ուշադրություն գրավել ծնողների մոտ կամ առհասարակ ում որ ստում են, ուզում են որ իրան երևի թե ավելի շատ ուշադրություն դարձնել։ Երկրորդը կարծում եմ, որ վառ երևակայությունն է, իրանք ուզում են ներկայացնել այնպես, ինչպես իրենք են ցանկանում, որ այդպես լինի։ Կարծում եմ, որ պետք չի պատժել եւ երրորդը նշել եմ, որ ցանկանում են ծնողին հաճայանալ։ Այսինքն նույն երկու ստացած ժամանակ ինքը այսինքն ավելի լավը երևալ։ Հա, ավելի լավը երևալ ծնողի աչքին, ծնողին հաճայանալու համար են երբեմն ստում։ Արձագանքը ինչպիսին պետք է լինի Լիլիթ։ Կարծում եմ, որ պետք է երեխայի հետ ուղղակի զրուցել, բացատրել, որ սուտը լավ բան չէ, քանի որ դա կարող է սովորություն դառնալ եւ հետագայում իր համար ավելի վատ լինի։ Դրա համար պետք է ծնողը բացատրի, ոչ թե պատժի, այլ օրինակ բերի, ասենք ես պապային չեմ ստում, այս ինչ բանը ես արեցի, պապային դուր չեկավ, բայց մենք միասին ասենք ելքը գտանք։ Դա ավելի ճիշտ է, երեխան պետք է հասկանա, որ ցանկացած իրավիճակից երեխան պետք է հասկանա, որ ելք կա, ու սուտը դա ելք չի։ Լավ, հետաքրքիր է։ Դոնարա։ Շատ գեղեցիկ պատասխաններ էին, հրաշալի էին ու բավականին զինված էին այդ գիտելիքներով, շատ լավ էր։ Պաստորեն, երեքն էլ նշեցին խնդրի մասին, որ երեխան ստում է, որպեսզի դիմացինի աչքին ավելի լավ է երևա։ Այո։ Սա կարող է լինել ստի պատճառ։ Այո, կարող է լինել ստի պատճառ։ Պետք է ասեմ, որ գիտակցական ավելի շատ սուտը դա արդեն դպրոցական տարիքից է սկսում, երբ որ մարդը իրականության հետ սկսում է բախվել, այսինքն գնալով դպրոց, շրջապատ, առարկաներ, ուսումնական գործունեություն, այսինքն այն խաղային գործունեությունը փոխարինվում է ուսումնական գործունեությամբ։ Բայց նախադպրոցական տարիքում դուք բոլորդ նշեցիք, հրաշալի էր, երևակայությունն է շատ վառ զարգացած, դուք հաստատ ձեր երեխաներին ասել եք, որ որևէ բան նկարեն, չէ՞, նախադպրոցական տարիքում տեսել եք, որ իրանք իրական դեմքեր չեն նկարում, ասենք ռեյնջեր են նկարում, չգիտեմ, արջուկը որևէ բան խոսելիս, այն ինչը որ տեսնում են նաև մուլտֆիլմերում, եւ դա տրանսֆեր է արվում իհարկե իրենց նաև երևակայության մեջ։ Դրա համար երևակայությունը երբ որ զարգացած է եւ երեխան ուզում է դա անում է, դա նորմալ է, որ անցնելու է։ Ինչպես տարբերակել, այս շատ ծնողներ երեխան ով պարբերաբար ստում է ու արդեն լուրջ խնդիր է, ասում են, որ ոչինչ, երեխաս ուղղակի երևակայում է, երբ հասկանալ, որ պետք է անհանգստանալ, երբ որ կարելի է տարբերակել, որ վախից է, կարելի է տարբերակել, որ փրկելու համար կամ մեղավորությունը հանելու համար որևէ սուտ է ասում, այսինքն իրական որևէ բան հետ կապված։ Այ մայրիկները նշեցին, հա, ասում է, որպեսզի պատիժ չստանա, հա, որովհետև մի անգամ անկեղծ ու ազնիվ է եղել եւ ապտակ է ստացել կամ պատժվել է, մյուս անգամ բնական է երեխան։ Միանշանակ համաձայն եմ, որ վախի գործոնը առաջնահերթ գործոններից մեկն է։ Երբ որ կա պատիժ, այսինքն
Գիտեք, ես չեմ ուզում ասել, որ անբարենպաստ ընտանիքներում են միայն լինում այդ թերևս այդ պատժի գործոնը, հա, որ պետք է գործածվի, այլ նաև մյուս ընտանիքներում, երբ որ երեխան իսկապես վախում է, կա տագնապ, որ կարող է պատժվել կամ արժանանալ նախատիքի։ Դրա համար էլ շարունակում է նա ստել, ու իսկ իր երևակայությունը օգնում է դրան։ Այսինքն, եթե դա հաճախակի է դառնում եւ երեխան ստում է ոչ, հա, երևակայական ինչ-որ թեմաների շրջանակներում ընդհանրապես, ինչ պետք է արվի։ Շատ լավն է հասկանալ պատճառը, որովհետեւ շատ կհորդորեի բոլոր ծնողներին հասկանալու պատճառը առաջինը իրեն մեջ նայել։ Ինչ եմ ես բաց թողել, որովհետեւ այդ վատ օրինակը դուք ասացիք, շատ կարեւոր է վատ օրինակը։ Մենք բոլորս գիտենք, որ երեխան այդ տարիքում ամեն ինչ կոպի է անում։ Ամեն ինչ։ Այսինքն երեխան տեսնում է իր համար հեղինակություն ծնողը խափում է, միևնույն ժամանակ իրեն ասում է չխափել։ Չէ, կարող է ասել բալիկս չխափես, բայց այդ ժամանակ զանգ է հնչում, ինքը ասում է կասես տանը չեմ։ Արդեն հրահրում է խափելուն։ Իսկ երեխան ասում է, եթե իմ մայրիկը խափում է, ուրեմն շատ լավ օրինակ է։ Բայց ինչ պետք է անի ծնողը, շատ համաձայն եմ, որ պետք է վստահության գոտի ստեղծի։ Շատ կարևոր է։ Այսինքն այն միամիտ խափեություններն էլ, եթե մենք դիտարկենք, հա, լավ, երեխայա ֆանտազիա է, միամիտ խափում է, ոչինչ նորմալ է կանցնի, դա պետք է լինի չափի սահմաններում։ Համաձայնվեք, որ դրանով քաջալերում ենք մենք երկրորդ, երրորդ շուտը ասելու։ Բայց եթե մենք հասկանում ենք պատճառը, իր հետ զրուցում ենք ու հասկանում ենք, որ պետք է նաև նրան հորդորել, որ խափելը չլինի, որովհետև մենք իրար պետք է վստահենք, անցնում է դա։ Լիլիթը նաև նշեց ուշադրության պակաս։ Միանշանակ, համաձայն եմ Լիլիթի հետ, որտեղ ուշադրության պակասը շատ ընտանիքներում կան, որ թերևս լինում է այն դեպքում, երբ որ երեխաները մի քանիսն են, եւ մեկի ուշադրությունը պակասում է, նա որոշակի այդպիսի ակտիվանում է։ Խորամանկ քայլերի է դիմում, որ ուշադրությունը լինի։ Դոնարա, լսեցիք մայրիկներին, նրանց կարծիքները, մայրիկին կարծում եմ շատ օգնեցին հեռուստադիտող, հիմա սպասում ենք ձեզանից միավորների։ Քանի միավոր եք արժանացնում մեր մայրիկներին։ Թերևս ես իրապես, եթե adekvat լինի, բոլորին հավասար կարող է միավորները տալ եւ ամենաբարձրը, որովհետեւ իսկապես ողջունում եմ ձեր գիտելիքները։ Եթե դուք այդպես եք վարվում, դուք վարակեք մյուս մայրիկները։ Շնորհակալություն Դոնարա, իսկապես մայրիկները փաստորեն որևէ սխալ թույլ չտվեցին, սխալ մոտեցում կամ սխալ կարծիք։ Դե եկեք բոլորով միասին պարզենք, թե 3 փուլերի արդյունքում ձեզանից յուրաքանչյուրը քանի միավոր ունի։ Սկսենք ձեզանից Սյուզի։ Սյուզին 3 փուլերի արդյունքում վաստակեց 12 միավոր, Սոֆիկը վաստակեց 12 միավոր, Լիլիթը վաստակեց 10 միավոր։ Շնորհակալություն Դոնարա հետաքրքիր ու կարևոր զրույցի համար։ Սիրով։ Մայրիկներ, եկեք ամփոփենք մեր այսօրվա խաղը։ Դե ինչ սիրելի մայրիկներ, ավարտին մոտեցավ հերթական խաղը մայրիկների ակումբին, լավ խաղը վստահ կարելի ասել, միավորներից արդեն պարզ է, որ մեր խաղում 2 հաղթող ունենք, Սյուզին եւ Սոֆիկը, բայց մայրիկների ակումբում հաղթողներ ու պարտվողներ չկան, Լիլիթը ընդամենը 2 միավորով է զիջում ձեզ, իրականում մայրիկների ակումբում կարևորը ձեր տեղեկացված լինելն է։ 3-դ էլ հաղթող եք, որովհետեւ խաղի ընթացքում պարզ դարձավ, որ 3-դ էլ տեղեկացված եք, 3-դ էլ լավ մայրիկներ եք, ամենակարևորը մայրիկ ենք։ Մայրիկների ակումբի կարգախոսը սա է։ Եթե մայրիկ ես, ուրեմն հաղթող ես։ Մենք բոլորս հաղթող ենք։ Շնորհակալություն մեր խաղին մասնակցելու համար, կրծքանշանները ձեզ միշտ կհիշեցնեն, որ դուք մասնակցություն եք ունեցել մայրիկների ակումբին։ Հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։ Մայրիկների ակումբը շարունակում է փնտրել խելացի ու տեղեկացված մայրիկների։ Եթե կարծում եք, որ այդպիսին եք, շտապեք մասնակցել մեր խաղին։ Գտեք մեզ Facebook սոցիալական ցանցում եւ առանձին նամակով ուղարկեք մեզ ձեր տվյալները, եւ մենք կհանդիպենք մայրիկների ակումբում։